Հարգումն է Ազատության ուղիղ եթերը շարունակում, խոսում ենք օրվա գլխավոր թեմայի մասին, Գևորգ Սաֆարյանի գործով այսօր տեղի ունեցավ եզրափակիչ դատական նիստ, ուղիղ 2 ժամից արդեն կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում կհրապարակվի այս գործով վճիռը, իսկ այժմ մեր ստուդիայում հյուրընկալել են Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին, շնորհակալ եմ պարոն Հայրապետյան մեր հրավերը ընդունելու համար եւ առաջին երևս ամենագլխավոր հարցը, ինչ եք կարծում, ինչ վճիռ կկայացնի դատարանը մոտ 2 ժամից։ Ճիշտ ասած, ես հակված եմ հավատալու, որ դատարանը արդար դատական կայացնի, արդարացման դատավճիռ կլինի, որովհետեւ ամբողջ դատաքննությունը ցույց տվեց, որ որևէ հիմք չկա, որպեսզի Սաֆարյանին մեղադրեն, իսկ նման անարդար ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու դեպքում, եթե դատական ակտը լինի մեղադրական դատավճիռ, ապա հասարակական դժգոհությունը շատ ավելի կարող է լարի, այն էլ առանց այդ արդարադատության նկատմամբ ունեցած դժգոհությունները եւ իմ կարծիքով պետք է որ արդարացման դատական ակտ կայացնի, համենայն դեպս ես ուզում եմ հավատամ դրան։ Հակառակ պարագայում արդարադատության հեղինակությունը այնքան ցածր է եւ դատարանների նկատմամբ վստահությունը հասարակության մոտ գրեթե չկա եւ հետեւաբար մեկ անգամ եւս հաստատել դա իմ կարծիքով ճիշտ չի լինի, եթե մենք փորձում ենք փոփոխություններ իրականացնել, եթե փորձում ենք քաղաքացիական հասարակության որևէ դեմք պահենք արդարադատության իրականացնելու պատրանք ստեղծվի, գոնե պետք է արդարացման դատավճիռ կայացվի, որովհետեւ Գևորգ Սաֆարյանը ակնհայտ արդար է եւ երկու հարվածները տեսանկարահանված են։ Իսկեն եթե չլիներ այդ միջադեպի տեսանկարահանման փաստը, կարելի էր ասել, որ սա պաշտպանական կողմի տեսակետն է, նա մեղադրական կողմի, դատարանը ունի իր սեփական դիրքորոշումը, կարող է իր ներքին համոզման որևէ որոշում կայացնել, բայց միջադեպը տեսանկարահանված է եւ երկու հարվածների պահը, որ իբրև թե Գևորգ Սաֆարյանը պետք է հարվածած լիներ, արկա է դատարանի եւ ամբողջ համացանցում նույնպես արկա է։ Եվ հետեւաբար որտեղ երևում է, որ ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող Գևորգ Սաֆարյանը հարվածել Գեգամ Խաչատրյանին։ Վերջերս լրատվամիջոցներից մեկը, որպեսզի ավելի հստակ լինի, ինքը կարմիր շրջանագծով այդ երկուսին այդ հարվածների պահի ժամանակ շրջանագծեր էր կարմիր նշել եւ երևում էր թե որքան հեռու են իրարից եւ հնարավոր չէր որպեսզի հարվածի պահ լիներ։ Միայն այդքանը բավարար է դատական ակտ կայացնելու համար, այսինքն 1 տարուց ավել նախաքննություն ու դատաքննություն անհրաժեշտ չէր։ Պարոն Հայրապետյան, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը փաստորեն անցած դատական նիստին ամփոփիչ ճառեր ունեցել եւ այնտեղ ասել էր, որ ամբողջությամբ ապացուցված է Գևորգ Սաֆարյանի մեղքը եւ նրա համար պահանջել էր 2.5 տարի ազատազրկում։ Ի վերջո մեղադրող դատախազը ինչու է վստահ, որ ապացուցված է Գևորգ Սաֆարյանի մեղքը։ Մեղադրող դատախազը շարունակում է քննչական մարմնի կեցվածքը, քննչական մարմինն էլ գործը ըստ էության հիմնված է ոստիկանների ցուցմունքների վրա, անտեսելով տեսանյութերը։ Դատաքննության ընթացքում մենք մի քանի տեսանյութեր նույնպես ներկայացրեցինք, որոնք հերքում էին արդեն նախաքննության ընթացքում ոստիկանների տված ցուցմունքները, ինչպես նաև դատաքննության ընթացքում հերքվեց հենց իրենց իսկ ոստիկանների կողմից տրված ցուցմունքները բացահայտ հակասություններով։ Իսկ թվում է մեղադրանքի կողմը ինքը իր ճառում որևէ կոնկրետ ճշգրիտ վերլուծություններ չկատարեց, չասեց ինչի համար են անարժանահավատ այդ 13-ից ավելի վկաների ցուցմունքները, ովքեր պաշտպանական կողմի վկաներն էին, որևէ վերլուծություններ չկար, սակայն այսօր Գևորգ Սաֆարյանը բազմաթիվ փաստարկներով հիմնավորեց, որ հենց ոստիկանների ցուցմունքներն ակնհայտ անարժանահավատ, բացի այդ ոստիկանների ցուցմունքները հակասում են տեսանյութերին, որը որ հնարավոր չի կեղծել։ Այլ երկ չունենալու պատճառով ինձ թվում է մեղադրողը ստիպված նման հայտարարություն է անում, որովհետև 1 տարուց ավել փորձել է նախաքննության նկատմամբ սկզբից հսկողություն իրականացնել, հիմա էլ դատաքննության ընթացքում բացահայտվեց այս ամենի անհեթեթ լինելը, ուղղակի իմ կարծիքով մեղադրողը ճնշումների տակ է եւ չի կարող ուղղակի իր կարծիքը հստակ ընդգծված արտահայտել։ Դա հենց այսօր նույնպես երևաց, երբ որ Գևորգը 30-ից ավել դրվագներ մանրակրկիտ ցուցմունքներով նշեց, մեղադրողը 1 դրվագ կարողացավ հերքել, այն էլ ոչ էական հերքում անել, որ
երբ որ Գևորգ Սաֆարյանն ասեց Գեգամ Խաչատրյանի գլխարկը չի տեղաշարժվել բոլոր դրվագներում, ասեց ոչ ինչ-որ մի կադր կա, որտեղ Գեգամ Խաչատրյանի գլխարկը մի փոքր բարձրացված է եղել, որը որ ընդհանրապես որևէ նշանակություն չուներ, այսինքն այսպիսի առարկություններով առարկել բացահայտ այսքան պատճառաբանություններին մեր կարծիքով Պարոն Հայրապետյան, ըստ ձեր խոսքի կարելի հասկանալ, որ այս ամեն ինչը փաստորեն բարդվում է Գևորգ Սաֆարյանի վրա։ Իհարկե, հենց սկզբից։ Ի վերջո նպատակը որն է Գևորգ Սաֆարյանի վրա այս ամեն ինչը բարդել։ Ինչու հենց նա։ Ինքը ինչ կարծիքի է այս մասին։ Նայեք, Գևորգ Սաֆարյանը առաջ անգամ չի, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հալածանքները տեղ ունենում։ Եթե մենք ես իմ ճառում դատաքննության ընթացքում եւ նախաքննության ընթացքում եւ ամբողջ դատաքննության ընթացքում մենք ցույց ենք տվել, որ գոնե վերջին մի քանի տարիների ընթացքում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բազմաթիվ ճնշումներ է տեղ ունեցել, բազմաթիվ հալածանքներ, բռնություններ, անգամ մահափորձ է տեղ ունեցել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Իհարկե, այս ամեն ինչը երբ որ տեղ ունեցել, որևէ բան չի բացահայտվել։ Եվ ասել ինչու հենց Գևորգ Սաֆարյանը, ես նաև ասեմ, որ Գևորգ Սաֆարյանը բավականին իրավագիտակցությունը բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացի է եւ կարողանում է իր իրավունքները պաշտպանել, բավականին լավ պատկերացնում է իրավիճակը եւ շատ բաներ նախաքննության դատաքննության ընթացքում ինքն է բացահայտել այս հակասությունները։ Բացի դրանից նա լավ ընդգծված հռետոր է եւ միշտ քննադատական կոչերով է հանդես եկել իշխանության հասցեին, բացի այդ նա կարողանում է նաեւ ճիշտ կառավարել դրսի հասարակական շարժում, այսինքն հավաքների ժամանակ շատ ակտիվություն է դրսևորում եւ բավականին մեծ հարգանք է վայելում հատկապես երիտասարդության շրջանում։ Եվ մեր կարծիքով, իմ կարծիքով Գևորգ Սաֆարյանը քաղաքական հալածյալ է, իսկ այս պարագայում նա քաղաք բանտարկել, որովհետեւ նրան մեղադրում են շինծու արհեստական մեղադրանքով, որպեսզի սահմանափակեն նրա քաղաքական գործունեությունը, ինչը բավականին հաջող նա վերջին 2-3 տարիներին իրականացնում էր։ Սա է հաստատում նաև, օրինակ, դեկտեմբերի 2-ին երկու ոստիկաններ առանց որևէ հիմքի եկել են Ազատության հրապարակում, տապալել են Գևորգ Սաֆարյանին գետնին, սկսել են հարվածներ հասցնել։ 103 քրեական գործի վարույթը կարճվել է, որ չի բացահայտվել են ոստիկաններն, ովքեր բռնություն են գործադրել, երբ որ այդ ոստիկանները հարցաքննվել են, կամ այդ մահափորձի ժամանակ չեն արգելավել տեսախցիկները մոտակայքում։ Այս պարագայում նույնպես, երբ որ ոստիկանական 3 առնվազն 2-3 տեսանյութեր նկարահանել են միջադեպը, եւ դա երևում է տեսանյութերից, եւ հենց առաջի օրը Գևորգ Սաֆարյանը պահանջել է քննիչից, որպեսզի արգրավի, այսինքն քննիչը դիմում է ներկայացել ոստիկանությունից պատասխան է եկել, որ այդ 3 տեսախցիկներով տեսանկարահանված պետք է որ ամեն տեսախցիկում առնվազն 10-15 րոպե տեսանյութեր, ընդամենը 40 վայրկյանանոց տեսանյութը մեկ տեսախցիկում։ Այսինքն եւ քննիչը չի էլ փորձել երկրորդ անգամ կամ չգիտեմ հարցաքննել, պարզել թե որ ոստիկաններն են տեսանկարահանել, այսինքն նախաքննական մարմնին ամեն ինչ պարզ էր, ուղղակի մեր կարծիքով հստակ պահանջ է եղել, որպեսզի Գևորգ Սաֆարյանը պետք է մոբիլիզացվեր եւ նա պետք է նրա գործունեությունը պետք է սահմանափակվեր։ Սա է վկայում, որ Գևորգ Սաֆարյանին առաջի 1 ժամվա ընթացքում բերման չեն ենթարկել։ Այսինքն բերման ենթարկել են առավել ակտիվ քաղաքացիներին եւ դրանց մեջ Գևորգ Սաֆարյանը չի եղել։ Հետո անցել է 1 ժամ, հետո Գևորգ Սաֆարյանի նոր բերման են ենթարկել։ Եվ որպեսզի ոստիկանական այս անտրամաբանական քայլերը տրամաբանական լիներ, ցուցմունքներ են տվել միանշանակ բոլոր ոստիկանները, որ Գևորգ Սաֆարյանին փնտրել են, չեն գտել Ազատության հրապարակում։ Եվ այս ցուցմունքները բոլոր ոստիկանները տվել են։ Երբ որ մենք ներկայացրեցինք 2-3 տեսանյութ, որ բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանն ու Գեգամ Խաչատրյանը դեմ դիմաց կանգնած զրուցում են, խոսում են եւ ակնհայտ դարձավ, որ բոլոր ոստիկանների ցուցմունքները կեղծ են, չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն այս ամբողջ գործը հենց սկզբից մինչև վերջ ուղղակի ստեղծված արհեստական ձևով Հայրապետյան, լավ, այդ ամենը ապացուցել եք տեսանյութերով, բայց ի վերջո ձեր կարծիքով դա ինչ որ ազդեցություն կունենա վճռի վրա։ Գիտեք, իմ կարծիքով պետք է ունենա, որովհետև եթե դա ազդեցություն չունի, հետեւաբար անիմաստ է հաստաբանական գործունեությամբ զբաղվել, պաշտպանություն իրականացնել, եթե բոլորի աչքի առաջ է այս ամենը,
Իմ կարծիքով դատարանը պետք է ողջախոհություն դրսևորի եւ ճիշտ արդար դատական ակտ կայացնի։ Եթե ոչ, վստահ եմ, այլ ատյաններ անդրադառնալու են դրան, չնայած եվրոպական դատարանը չի անդրադառնում։ Այո, եվրոպական դատարանը չի անդրադառնում փաստերին եւ նա չի վերլուծում փաստերը, բայց Գևորգ Սաֆարյանի պարագայում այնքան ճճացող են, որ խախտվել է նաեւ նրա այլ իրավունքներ, որ ես մտածում եմ, որ եվրոպական դատարանը ինչ որ ձևով նաեւ այս ապացույցների ակնհայտ այս անարդար վերլուծությանը կանդրադառնա, եթե Գևորգի նկատմամբ Այսինքն անկախ վճիռը կլինի ձեզ համար դրական, ներողություն, եթե վճիռը ձեզ համար դրական չլինի, արդեն կդիմեք մինչև եվրոպական Իհարկե, եթե միակ դրական վճիռը դա արդարացման դատավճիռն է։ Մի անգամ եթե հիմա Գևորգին ազատեն դատական նիստերի դահլիճից, դա չի նշանակում, որ արդարադատություն տեղի ունեցավ եւ արդար դատական ակտ կայացվեց, որովհետեւ Գևորգը որևէ գործողություն չի կատարել։ Ինչի համար 1 տարի եւ կես ամիս ինքը գտնվում է կալանավորված վիճակում։ Բնականաբար, իսկ Գևորգ Սաֆարյանը այն գործիչներից է, որ մինչև վերջ պայքարում է եւ հետամուտ է լինելու իր իրավունքների։ Լավ, պարոն Հայրապետյան, հարցս այսպես տամ, եթե դատարանը արդարացնի ձեր քայլերը եւ եթե մեղադրանքը փաստորեն հաստատի ձեր քայլերը, որոնք են լինելու։ Այսինքն արդարացման դատավճիռ կայացնի։ Եթե արդարացման լինի, ինչ է կանելու եւ եթե հակառակը։ Բնականաբար, եթե արդարացման դատավճիռ կայացվի, կսպասենք օրինական ուժի մեջ մտնի դատավճիռը, հետո կդիմենք այն բոլոր մարմիններն, նացիաները, պետական մարմիններն, ովքեր մեղավոր են Գևորգ Սաֆարյանին ավելի քան 1 տարուց ավել կալանավորելու հարցում, որպեսզի իրենք պատասխանատվության ենթարկեն, իսկ Գևորգ Սաֆարյանը ստանա արդարացի փոխհատուցում եւ վերականգնվի իր բոլոր խախտված իրավունքները։ Իսկ բնականաբար, եթե արդարացման դատավճիռ չկայացվի, վերաքննիչ դատարան պետք է բողոքարկվի վճռաբեկ դատարան, հետագայում եվրոպական դատարան։ Ասեմ արդեն կալանքի առումով մեկ բողոք գնացել է եվրոպական դատարան եւ այս մի քանի բողոքներ կգնա առաջիկայում կալանքի անօրինական լինելու հետ կապված։ Իսկ վերջնական դատական ակտի հետ կապված արդեն բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո եվրոպական դատարան բողոք կներկայացվի։ Պարոն Հայրապետյան, դուք բազմիցս ասել եք, նաև մենք հեճարածրուցում ենք իրավապաշտպանի հետ, ասում էր, պնդում էր, որ գործը քաղաքական է, հա, ի վերջո, եթե քաղաքական է, ինչ ակնկալիք կարող է լինել այս դեպքում։ Անկամ հետևանքն էլ է, եթե գործը քաղաքական է, իմ կարծիքով հետևանքն էլ է քաղաքական, եւ եթե քաղաքական Նկատմենք քաղաքական հետապնդում է սա։ Հա, եթե քաղաքական հետապնդում է եւ եթե բացահայտվում է դա, իմ կարծիքով արդեն բացահայտվել է եւ դատարանը չի կարող ակնհայտ անարդար դատական ակտ կայացնել այսքան հանրային հնչեղություն ունեցող գործի շրջանակներում իմ կարծիքով։ Այսինքն սրա քաղաքական հետևանքները շատ ավելի ծանր են, քան Գևորգ Սաֆարյանին արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում։ Հետևաբար իմ կարծիքով պետք է որ դատական ակտը հենց արդարացման դատական ակտ կայացվի, ինչը չեմ կարծում, որ նշանակում է, որ մեր արդարադատությունը, դատական համակարգը արդար է եւ արդար դատական, իհարկե եւ դեպքում դատական ակտը արդար կլինի, բայց ամբողջ համակարգին արդար ասելը հեռու ենք մենք իրականությունից։ Այսինքն ինձ թվում է հենց քաղաքական նաեւ նկատառումներից ելնելով պետք է որ արդարացման դատական ակտ կայացվի, որովհետեւ ակնհայտ է, որ Գևորգը որևէ ձևով մեղք չունի, մեղավոր չի եւ արդարացված է իր արդար լինելը։ Իժդեռ ինքը չպետք է ապացուցել, այլ հակառակը պետք է ապացուցեն իր մեղավոր լինելը։ Պարոն Հայրապետյան, ձեր ճառում վերջնական դուք էլ անդրադարձաք այս հարցին, միջազգային արձագանք, հա, ի վերջո։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ սա, դուք նշեցիք հատկապես Human Rights Watch, հա, ի վերջո ինչ ազդեցություն կարող է ունենալ այս արձագանքը եւ այս կոչերը ուղղված իշխանություններին, որպեսզի ազատ արձակվեն նրանք։ Հա, հենց սկզբից Human Rights Watch-ը ինքը հրապարակավ հանդես եկավ եւ բավականին խիստ տոնայնությամբ, որովհետեւ այնտեղ Human Rights Watch-ը հետեւյալ միտքներ ասել, որ մենք մտավախություն ունենք, որ դուք Գևորգ Սաֆարյանին որպես թիրախ եք ընտրել ընդդիմադիր հայացքների համար եւ անգամ եթե նա կատարել է միջադեպը այդքան էլ լուրջ չի, որ նրա նկատմամբ 2 ամիս կալանք կիրառվի։ Այն ժամանակ դեռ Human Rights Watch-ը չէր կարող պատկերացնել, որ 1 տարուց ավել է կալանքը։ Բացի դրանից մարդու իրավունքի պաշտպանը միանգամից արձագանքեց ոստիկանության գործողությունները անհասկանալի որակելով եւ ոստիկանապետից պարզաբանումներ պահանջեց, ինչով կբացատրեն ոստիկանների նման գործողությունները։ Բացի դրանից նաեւ բավականին շատ Հայաստանում գտնվող այլ իրավապաշտպան անձիկ անընդհատ այցելում էին Գևորգին, նաեւ արտասահմանյան շատ աշխատակիցներ, ովքեր անգամ ԱՄՆ դեսպանը մի քանի անգամ
հայտարարություն կատարեց այս գործի հետ կապված, որ գործը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, այսինքն գործը գտնվում է միջազգային կազմակերպությունների Բայց սա ինչ ուշադրության։ ազդեցություն ունենում, պարոն Հայրապետյանի վերջում։ Ինչ-որ բանի վրա ազդում է սա, կամ ինչ է կարծում վճռի վրա կազդի։ Նայեք, իմ կարծիքով օրինակ, բավականին մեծ ներդրումներ արտասահմանյան կազմակերպությունների կողմից, պետությունների կողմից կատարվել է ոստիկանության համակարգը արդիականացնելու, այսպես ասած ոստիկանությունը ավելի դեմոկրատ դարձնելու եւ բարելավելու վրա։ Բայց այս դատական ակտը ցույց տվեց, որ ոստիկանական այդ բոլոր ներդրումները ոչ միայն չեն բարելավել ոստիկանությունը, ընդհակառակը ոստիկանության այդ գումարտակի հրամանատարը դատարանում այտենց բավականին հպարտ կեցվածք ընդունում է, որ ինքը հայհոյել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անգամ եռապատիկ հայհոյանքով հայհոյել է Facebook-ում վիրավորական արտահայտություններ է կատարել, դեռ քմտիծակով ասում է, բայց իմ մոտ լավ ստացվեց, չէ, դատարանում։ Եվ այսինքն մենք ունենք արտասահմանյան ներդրումներ ոստիկանության համակարգում, որը որ տապալվել են, մեղմ ասած տապալվել են։ Եվ բնականաբար այստեղ պետք է հետևություններ կատարեն ոստիկանական համակարգը բարելավել ցանկացողները կամ այդպիսի ձևով ցանկացողները։ Մյուս դեպքում մենք ոչ միայն ոստիկանական համակարգը արդարադատության բնագավառում բավականին ներդրումներ եղել եւ մեր դատական համակարգը դրսի այդ ներդրողներին իբրև թե ցույց է տալիս, որ մեր վճռաբեկ դատարանը, այսպես ասած, ունի կանխատեսելի, փորձում է կանխատեսելի իրավունք ստեղծել եւ փորձում է իր ասած ձևով նախադեպային որոշումներ կայացնելով դատական համակարգը բերել հասնել եվրոպական չափանիշներին։ Այստեղ նույնպես մենք ունենք բացարձակապես խափանում եւ կարող ենք ասել, որ նույնպես չի հաջողվել այսքան տարիների ներդրումները եւ արդարադատությունը առաջ չի գնացել, հատկապես նախնական կալանքի առումով եւ այստեղ մենք նույնպես ձախողում ենք տեսնում։ Այսինքն սա կարող է ազդեցություն ունենալ նաեւ ներդրումների վրա, ինչպես ես եւ ներդրումների վրա եւ նաեւ գնահատականների վրա, որովհետեւ Human Rights Watch-ը արդեն իր գնահատականը տվել էր, այս վերջերս էլ նույնպես գնահատական էր տվել մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Եթե չեմ սխալվում, վերջերս նաեւ ԱՄՆ դեսպանը իր ելույթում ասեց, մենք ամեն մի ակտիվիստի կողքին ենք կանգնած։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մենք շարունակելու ենք մեր ջանքերը եւ ամեն ինչ անենք, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն։ Հիմա ակնհայտ է, որ այստեղ ոչ միայն մարդու իրավունքները չեն պաշտպանվում, այլ քաղաքական գործչին լրացնում են։ Այսինքն լրացնում են հանրահավաք անցկացնելու ժամանակ։ Այն ժամանակ, երբ որ նա փորձում է իր անդիմադիր հայացքները արտահայտելու համար հավաք կազմակերպել եւ հավաքի կազմակերպչին են հենց բռնություն։ Պարոն Հայրապետյան, մեր եթերաժամանակը սպառնում է վերջին հարցը, սա Գևորգ Սաֆարյանի հետ երբեք վերջին անգամ զրուցել արդյոք այսօր զրուցել է։ Այո։ Եվ ինչպես է տրամադրված նա ի վերջո նա ինչ է կարծում, ինչ վիճակ կայացնի դատարանը։ Ճիշտ ասած Գևորգ Սաֆարյանը ավելի վատատես է, նա ասում է, որ ներկա իշխանություններից ինքը չի ակնկալում արդար դատական ակտ կամ իր նկատմամբ մեղմ վերաբերմունք, որովհետև վստահ է, որ ընդգծված սահմանափակվում է իր գործունեությունը եւ վերջի տարիների իրավապահ մարմինների գործելակերպը հաստատում է այն, ինչ որ Գևորգ Սաֆարյանը մտավախություն ունի։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար, հիշեցնեմ Ազատության տաղավարում զրուցում էինք Գևորգ Սաֆարյանի, փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ,